Բարեկամություն պետական անսամբլի խաղացանկում Սայաթ-Նովայի աշխարհումս ունի իր ուրույն տեղը եւ Նորայր Մեհրաբյանը բեմադրելով աշխարհումս Սայաթ-Նովայի ուզեցել է ներկայացնել հայ կնոջ կերպարը, իր նազանքը, իր վեհությունը հյուրախաղերով համերգների ժամանակ արտասահմանցի հանդիսատեսը առանց իմանալու հային այս պարով փորձում է գտնել հայի տեսակը մեր հեզածկուն աղջիկների բարից հետո։ Իր շունչն է տալիս նաև զգեստները, որի հեղինակն է մեր շատ սիրելի Ռուբինե Հովհաննիսյանը։ Բարեկամություն պետական անսամբլի զգեստների նկարիչն է, որը որ 40 տարի մեր հետ միասին աշխատում է եւ ամբողջ զգեստների նկարիչությամբ զբաղվել է։ Ոգեշնչված Սայաթ-Նովայի սիրուց 3 աղջիկ, 3 աննաներ եւ նաեւ ոգեշնչված զգեստերի մասով Փարաջանովից, ինչ որ ոգեշնչված Սայաթ-Նովայից եւ շատ կարեւոր է, որ համերգների ժամանակ եւ տեսնում են, լսում են Սայաթ-Նովա եւ կատարումից հետո հայ աղջիկների կերպարն են տեսնում։ Սկզբից մինչև վերջ մեհրաբյանական շունչն է, ոճն է եւ ձեռագիրն է, որտեվ Մեհրաբյանն ստեղծել է ուրույն ոճ 40 տարի առաջ եւ ամեն մի մանրուք իր պահանջն է, ամեն մի ժեստ եւ ամենակարևորը միշտ պետքա պարես հայեցի, հայերեն ու այդ ամեն ինչը փորձես հասցնես հանդիսատեսին։ Ասեմ, որ Մեհրաբյանը փորձել է դասականը կոտրել եւ հայկական էլեմենտներ ավելացնել, որը որ շատ իր ուրույն տեղը ունի մեր պարարվեստը։ Սայաթ-Նովայի մեջ ունի հատուկ ձեռքերի դիրքեր, որտեղ որ գործում են աղջիկները, ջուր են վերցնում, մաղ են անում, դա ամեն ինչը վերցրած է իր բեմադրությունից եւ որը որ ինքը վերցրել է կյանքից եւ հայ աղջկա կերպարից։ Եվ շատ ուրախ եմ, որ բացի հայ հանդիսատեսից մենք կարողանում ենք այս պարը օտարերկրյա հանդիսատեսին համար պարել եւ հասցնել, որ նա լսի եւ Սայաթ-Նովա եւ ճանաչի հայ աղջկա կերպարը։